Հաշմանդամային սպորտի 10-րդ հանրապետական փառատոնին Սարգիս Միրաբյանը 75 կիլոգրամ քաշային կարգում նվաճեց առաջին տեղը։ Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն կազմակերպում է հաշմանդամային սպորտի փառատոն, որին ամեն տարի ամբողջ հանրապետությունից մասնակցում են մոտ 100 մարզիկներ։ Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնի ընթացքում Գավառ քաղաքը ներկայացնում էր Սարգիս Միրիբյանը։ Անցյալ տարի առաջին մրցումներն էր, որ Սարգիսը մասնակցեց եւ իր քաշային կարգում գրավեց առաջին տեղը։ Այս տարի ուրախություն բոլորիս, Սարգիսը շատ ավելի լավ էր պատրաստված։ Անցյալ տարվա մրցումների մասնակցությունից ոգևորված ինքը մարզումներ իրականացրեց ամբողջ տարվա ընթացքում եւ այս տարի շատ ավելի լավ արդյունք ցուցաբերեց Սարգիսը եւ իր քաշային կարգում նույնպես գրավեց առաջին տեղը, որի համար շնորհավորում ենք։ Սարգիսը ունի ողնաշարի վնասվածք, համառ աշխատանքը, մեծ կամքի ուժը եւ անընդհատ պայքարի ձգտումը նրան բերում են նորանոր հաղթանակներ, սակայն կարևոր է նաեւ նրա շրջապատող լավ ընկերների ու բարեկամների հոգեբանական աջակցությունը։ Նրանք հավատում են Սարգիսի ուժին եւ միշտ քաջալերում նրան։ Սարգիսն էլ իր հերթին չի զլանում քաջալերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Դուխները չգցեք, աշխատեք, պարապեք ու շատ արդյունքների հաստատ հուսով եմ կհասնեք Սաղաթել։ Հաղթանակը ավելի է ոգևորել Սարգիսին, նա պատրաստ է այսուհետ կրկնապատկել պարապմունքները։ Կաշխատեմ ավելի շատ, մարզվեմ ավելի արդյունքներ ցույց տամ Հայաստանից դուրս խաղեր լինելու, որ անպայման կարինա մասնակցեմ։ Այս տարի ուզում եմ հասկամարտի մրցումներին էլ մասնակցեմ, հուսով եմ էլի երևի տեղ կգրավեմ։ Հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին, Սենեկա այս խոսքերին մնում է ավելացնել միայն կամքի ուժն ու ձգտումը, որպեսզի դրանք բնութագրեն Սարգիսի կերպարը։ Սարգիսը վստահ է իր ուժերին եւ համոզված, որ նորանոր հաղթանակներ կտոնի, բարձր պահելով իր քաղաքի պատիվը։ Մարիամ Փոքրիկյան, Վարդգես Խաչատրյան, լուրեր։